Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնն ընդամենը մի քանի ժամ թափուր մնաց։ Այսօր առավոտյան հաստատվեցին դեռևս երեկվանից շրջանառվող տեղեկությունները։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնում Արամ Հովհաննիսյանին կփոխարինի Լոռու արդեն նախկին մարզպետ եւ նախկին ՔՊԱ-կան Արամ Ղազարյանը։ Նա Հովհաննիսյանի ազատման որոշումից 2 ժամ անց հայտարարել էր հրաժարականի մասին։ Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից եւ դադարեցնում եմ իմ քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով եւ սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Իրավասու մարմինների արձագանքը շատ չուշացավ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվեց։ Արամ Ղազարյանը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ եւ ոստիկանապետ է նշանակվել։ Իսկ ինչ է հայտնի նրա մասին։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով նա քրեական աշխարհում քանաքերցի Տույմ ականունով հայտնի 2021 թվականի նոյեմբերին սպանված Արթուր Ղազարյանի հորեղբոր որդին է։ Արամ Ղազարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ, ինչից հետո միանգամից մտել է իրավապահամակարգ եւ աշխատել տարբեր մարզերում՝ Օպերլիազորից մինչեւ Լոռու, ապա Գեղարքունիքի մարզային վարչության պետ։ 2003 թվականի հունիսից եղել է Երևան Ջեք փակbaşնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։ Լոռու մարզպետի պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի հունվարին։ Չնայած համակարգում երկարամյա աշխատանքին, Ղազարյանի մասին հանրությունը քիչ է տեղեկացված։ Արամ Ղազարյանը ոստիկանության նախկին ծառայող է եղել, հետո կարճ ժամանակ Լոռու մարզպետ է նշանակվել։ Ես կհիշեմ Շիրակում, երբ որ Շիրակի մարզում ինքը ոստիկանության պետ էր, ոստիկանության մարզային վարչության պետ, այն ժամանակ բողոքի ակցիաների ժամանակ բռնություն չի գործադրվել։ Սա ես կարող եմ արձանագրել քաղաքացիների նկատմամբ, գնում էին, խոսում էին եւ այլն։ Հիմա բայց կներեք, մի բան է մարզային ոստիկանության պետ, մի ամբողջ ոստիկանության պետ է։ Ես կարծում եմ, որ սա բավական լուրջ մեծ պատասխանատվություն է անձի առումով։ Ինչու Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից եւ ինչ որակներով է նորանշանակ Ղազարյանը գերազանցում իր նախկինին։ Գործից ազատելու, չազատելու համար հանձնաժողովը ինչ կապ ունի։ Նիկոլ Փաշինյանը չի խորհրդակցում ոլորտային հանձնաժողովների հետ։ Ոչ։ Բա դուք եք իմացել հրապարակումներից։ Ինչի՞։ Հրապարակումներից եք իմացել։ Եթե Փաշինյանը պարզաբանում չի տվել անգամ կուսակիցներին փակ դռների հետևում, ենթադրվում է, որ պաշտոնանկության պատճառներն այդպես էլ մուտք կմնան նաև հանրության համար։ Կադրային նշանակումների առումով գործադիր իշխանությունը, որը ունի այդ լիազորությունը, որևէ հաշվետվողականություն չկա, այսինքն ինչ հիմնավորումներով եք մարդուն նշանակում եւ ինչ հիմնավորումներով եք մարդուն ազատում։ Եթե այս պահանջի տեսակից ենք նայում, դե կներեք, այդ հիմնավորումների բացակայության պարագայում սկսում ենք ենթադրություններ անել, ինչպես միշտ, կադրային նշանակումների առումով, չէ՞։ Ես հասկանում եմ, որ քաղաքական իշխանություն հայեցողություն ունի, բայց այդ հայեցողությունը անսահման չէ, այդ հայեցողության հիմքում ընկած են հստակ չափանիշներ կադրային նշանակումների առումով։ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը քաղաքասարակությունը դեռ 2022 թվականին էր պահանջում։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Հովհաննիսյանի անմիջական հրամանով սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կարմիր բերետավորները բռնի եւ բիրտ ուժով գետնին քարշ տալով տարածքից հեռացրին Փաշինյանի մուտքը փակած Սևազգեստ մայրերին։ Հրաժարական սակայն այդպես էլ չեղավ։ Պահանջներ հնչեցին նաեւ նախորդ տարի Սրբազան շարժման հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո, ըստ ընդդիմության, հրամանն անմիջապես տվել էր Արամ Հովհաննիսյանը։ Որևէ մեկը ինձ կարող է վախացնել ու նմանել Ֆակտոր TV-ն երեկվանից փորձում է կապ հաստատել արդեն նախկին ոստիկանապետի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնում։ Տեղեկություններ են տարածվում, որ Փաշինյանը Հովհաննիսյանին ազատելու շատ պատճառներ է ունեցել, նրա անգործությունից մինչև տղաների հետ կապված աղմկահարույց դեպքեր։ Մասնավորապես Մասիսի հաշվառման քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Կարլեն Հովհաննիսյանի մասով նշում են, որ նա անմիջական կապ ունի կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու դեպքերի հետ։ Մյուս որդու Հրաչյա Հովհաննիսյանի մասով հետքը գրել էր, որ զավթել է համայնք
համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին։ Իսկ ինչ սպասելիքներ կան նոր ոստիկանապետից։ Բարեփոխումներին զուգընթաց պետք է ապահովել ոստիկանության այնպիսի վարքագիծ, որը վստահություն առաջացնի մեկ այդ բարեփոխումների նկատմամբ, չխաթարի այդ բարեփոխումների նկատմամբ հանրային վերաբերմունքը, ընկալումը եւ չխոչընդոտի այդ բարեփոխումներին նման ապօրինի կամ անօրինական գործելակերպով։ Այսինքն առաջնահերթ է, որ նոր ոստիկանապետը պետք է լինի ջատագովը բարեփոխումների։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շեշտում է, համակարգային փոփոխություն սպասել հաստատապես պետք չէ։ Որևէ փոփոխություն ակնկալիք չունեմ, որովհետեւ երբ բովանդակային առումով խորքային փոփոխություն անելու նպատակ չունես, Արամ առաջինը լինի, թե Արամ երկրորդը, թե լրիվ ուրիշ անուն ազգանուն կրող մարդիկ, ոչինչ այդ համակարգում չի փոխվելու, լինի թե համար, ոստիկանությունը մնալու է նույնը, որովհետև այլ ոստիկանություններով համար մենք պիտի ունենանք բովանդակային փոփոխություն, քաղաքական գնահատական, դեզինլյուստրացիա, որը ցավոք սրտի տեղի չունեցավ։ Կարապետյանցի դիտարկմամբ հեղափոխությունից կարճ ժամանակ անց ոստիկանությունում որոշակի բարեփոխումներ նկատվեցին, սակայն այդ ընթացքը երկար չտևեց։ Կարճ ժամանակաշրջանում ոչ բռնության ենք ականատեսել ոստիկանության, ոչ խոշտանգումների դեպքեր են ականատեսել, այսինքն դա հնարավոր էր այնքան ժամանակ, քանի դեռ չկար հրահան եւ դաբրո, որը որ ունեցել է ոստիկանությունը նախկինում նախորդ իշխանությունների կողմից, որ պահից որ այդ իշխանության կողմից եւս ստացավ այդ դաբրոն, ինքը նորից դարավ են նույնը, որը որ եղել է ժամանակին, հետևաբար ոստիկանությունը որպես այդպիսին մեղք չունի, կա քաղաքական կամք, քաղաքական ցանկություն, փոփոխված ոստիկանություն ունենալ կամ չունենալ։ Իսկ թե ինչ նոր բարեփոխումներ կբերի նախկին մարզպետն իր հետ իրավապահ համակարգ, ցույց կտա ժամանակը։